Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց։ Հակակոռուպցիոն դատարանը դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ որոշում կայացրեց բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը եւ Ղուկասյանի նկատմամբ կիրառել կալանք խափանման միջոցը։ Հիշեցնենք, 3 առավոտյան ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության աշխատակիցները խուզարկություն էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, ինչից հետո քաղաքապետ Ղուկասյանը եւ քաղաքապետարանի 7 աշխատակից ձերբակալվել էին։ Ավելի ուշ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, որ նրանք ձերբակալվել են մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Բացի հաղորդագրությունը կոմիտեն նաև գաղտնալսումներով տեսանյութ էր հրապարակել, այն վերագրելով Վարդան Ղուկասյանին եւ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի Գյումրու համայնքի ղեկավարն ու գլխավոր ճարտարապետը տեղեկանելով այն մասին, որ քաղաքացին Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցի 1/9-ը հասցեում կառուցել է շուրջ 1500 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության քաղաքացու հետ կոռուպցիոն գործարքի։ Դրա դիմաց խոստացել կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել, ավելին կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր այն մասին, որ շինությունը իբրև թե քանդվել է, նորը կառուցվել, այդպիսով օրինականացվել է այն, դրա դիմաց պահանջվելով խոշոր չափի 4 միլիոն դրամի կաշառք։